Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Բոլորիդ կողջունեմ Հիսուսի ջերմ սիրով ու կուզենայի որ այսօր մենք մեր խմբակ կանցկացնենք, նաև շատ կուզենայի որ դուք էլ այս խոսքերին տեղյակ եղնեք, թե ինչի մասին պետք է այսօր կաշտանք ու Տերը ինչ ընթրիք է պատրաստել մեզի։ Բացեք ձեր Աստվածաշնչերը ու կաշտանք Մատթեոսի 22-ի 34-ից մինչև 40 խոսքերը։ Ահա, Արգինե ջան, մի անգամ եւս կկարտաս քուրս։ Այո, մեծ պատվիրանքը։ Փարիսեցիները երբ լսեցին, թե Անիկա պողպաձեցուց սադուկեցիները մեկտեղ ժողվեցան եւ անոնցմե օրինականը հարցուց Անիկա փորձելով. Վարդապետ, որ պատվիրանքը մեծ է օրենքի մեջ։ Հիսուսը ասավ. Քո Տեր Աստվածը սիրես քո բոլոր սրտովդ եւ քո բոլոր անձովդ ու քո բոլոր մտքովդ։ Այս է առաջին ու մեծ պատվիրանքը, ու երկրորդը ասոր նման. քո ընկերդ սիրես քո անձիդ պես։ Այս երկու պատվիրանքեն կախված են բոլոր օրենքը եւ մարգարեները։ Ամեն։ Ուրեմն Տերը կտանի աղոթքի, մի հատ աղոթեմ, նոր սկսենք մեկնել։ Այս քանիմ խոսքը, ընդամենը այս քանիմ խոսքը պիտի մեկնենք ու հիմա նայենք, թե ինչքան խորություն կբացի ամեն մեկիս մեջը։ Հայր ջան, կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի քո սուրբ հոգովդ մեկնություն տաս այս բոլոր խոսքերին։ Տեր ջան, այս եկեղեցին քուկտ է, այս եկեղեցու առաջնորդը դու ես, այս եկեղեցու մեկնություններ տվողը դու ես։ Մենք քեզի կսպասենք մեր կյանքի ցանկացած ոլորտի մեջ, քեզի կհուսանք, քեզի կապավինենք ու եկել ենք որ մենք սրբվենք ու մակրվենք, հանդիմանվենք, շտկվենք, հղկվենք ու արտարության մեջ խրատվենք։ Տերս մենք ամբողջությամբ քեզի կվստահենք, քեզի կհուսանք ու մեր առաջնորդությունը կյանքի ցանկացած ոլորտի հետ քո ձեռքերիդ մեջ կանցնենք։ Փառք քեզ, շնորհակալ ենք այսօրվա կիրագուրների համար, ճոխ ընտրիկների համար, վիտամիններով հարուստ օգտակար ընտրիկի համար, որ ամեն օր մեզի կբժշկես, կազատագրես, մեզի ճիշտ ուղիների վրա կկանցնես։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ հավիտյանս, հավիտենից, ամեն։ Հալելույա Տերս, ամեն։ Այս խոսքերից օրինակ ով ինչ մեկնություն կնա տա, կան մարդիկ որ կուզեն մեկնեն։ Ով ինչ հասկացավ։ Լավ, ես բացատրեմ, հա, եթե ասենք ձեր մեջ չկա բացված բան, ես բացատրեմ։ Չկա, մարդ չկար կուզե բան ինչ որ մտքերսը։ Ուրեմն հատիկ հիմի պիտի քննարկենք այս խոսքերը։ Դու կարտայք Արգինե ջան, ես այդ ձեզի պես ժողովուրդ ջան, ես ինքս շատ հաճախ կհավաքվենք մենք մեր եկեղեցու անդամներով սեղանի շուրջ ու ես ինքս չգիտեմ, թե Տերը ինչ խոսք է պատրաստել դուրը մեզի համար շատ հաճախ Տերընձե չիս է։ Այդ պահին ինքը այս խոսքը կբացես ու կկարտաս։ Այն որ կսես սյուրպրիզ։ Այ անակնկալը բոլորիս համար Տերս կպատրաստի անակնկալ, որ մենք լցվենք, սնվենք Տիրոջ խոսքով։ Տիրոջ սեղանից ու վիտամիններով առողջ, հարուստ կերակուրներով, փոխհարաբերական իմաստով։ Ինչ որ ամեն մեր ֆիզիկական կերակրատեսակը կնա օգտակար եղնի մեր ֆիզիկական առողջությանը, կբարձրացնե մեր դիմադրողականությունը ու մեզի կօգնի որ մենք ավելի առողջ լինենք, նմանապես հոգևոր ճիշտ սնունդը եւս մեզի կօգնի որ մենք ավելի առողջ եղնենք, ավելի ուժեղ եղնենք ու ամեն տեսակի հիվանդություններին, փորձություններին կնանանք հակառակ կենանք։ Մի նայեք ինչ հետաքրքիր կարտալու ընթացքում հերթով կբացվեր իմ մեջս ինչ մտքեր բացվա, որոնց կուզենայի որ կիսվեի ձեզի հետ այս պահին։ Ուրեմն կսե փարիսեցիները երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիները, մեկտեղ ժողվեցան։ Ուրեմն Հիսուսը ինչ կաշխատեր։ Պապանձեցնող։ Առաջի խոսքի մեջ։ Եթե քու մեջդ Հիսուս կա, որտեղ մտаш կպապանձվին։ Այդտեղից կրնաս հասկանաս տվյալ մարդու մեջ Աստված կաբրի թե չէ, որովհետև ամենաճշմարիտ արմատը Աստծու մեջ է ու Աստծու մարդու մեջ է։ Աստված որտեղ մտնիր կը, այնտեղ բոլորը կպապանձեին, որովհետև ամեն հարցի սկզբի ու վերջի պատասխանը Աստծու մեջ է։
Ստեղ նայեք ինչ երավ, նորից կկարտամ, փարիսեցիները, երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիները, մեկտեղ ժողվեցան, ինչ երեցին, են որ կսե Հիսուսը արդեն սաղին լռեցրել էր, ինչ կենեն սադուկեցիները, փարիսեցիները, իջարեք քավակվին մեկտեղ, շարունակությունը լսենք, և նրանցից մի օրինական հարցրեց, ով հարցրեց, օրինական, օրենք պահող, օրինական, փարիսեցիները օրինականներ կհամարվեին, չէ, որ ձեռքերը լվալու վրա կկենտրոնանային, բայց ամենալուրջ մեղքերը իրանք զանց կենեին։ Վարդապետ, որ պատվիրանն է մեծ օրենքի մեջ, հարց կուտան Հիսուսին, փորձելու համար։ Հիսուսը սավ, սա նաև ինչ կհասկնանք, որ մարդիկ կան, որ հարցը կուտան ոչ թե իրանց պատասխանը կհետաքրքրե, այլ հարց կուտան, որ քեզ ինչ-որ սխալի մեջ բռնծնեն։ Տեսան, որ սաղին պապանձեցրեց, հավաքվան, քանի հոգով արեք հմիսպես հարց տանք։ Հիսուսը սավ, քու Տեր Աստծուդ սիրես քու բոլոր սրտովդ, քու բոլոր անձով դու քո բոլոր մտքովդ։ Սա է առաջին ու մեծ պատվիրանը։ Այսօր մեզի Տերը հավաքել է սեղանի շուրջ մեծ ընտրիքի, ու ինչ կսե։ Առաջի մեծ պատվիրանը, եթե դու կուզես պահես, սիրեք քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտովդ, անձովդ, մտքովդ ու զորությունովդ։ Առաջի մեծ պատվիրանն է։ Ինչ կրնանք մենք Աստծուն սիրենք ամբողջ սրտով, մտքով, զորությունով։ Աստծուն ամբողջությամբ սիրել կնշանակե ամեն ինչ թողնել ու Աստծու հետևից էշտալ։ Շատ մարդիկ այսօր ամեն ինչ կենեն, բայց Աստծուն չեն սիրել։ Ամբյոնի հետևից կրնա քարոզեն, շատերին կրնա օգնեն, փառաբանության առաջնորդ եղնին, հովիվներ եղնին, ծառայողներ եղնին, ճանաչված եղնին ամբողջ աշխարհով մեկ, բայց Աստծու կողմից ճանաչված չեղնին։ Մի պատկերացրեք, ինչն է կարևոր։ Ծառայության մեջ նստի վերջի շարքը, ունձից շատ սիրե, ու դու կփրկվիս։ Իսկ ո՞րն է Աստծո սերը, Հովհաննես աղբերը կօգնե մեզի։ Սա է Աստծո սերը, որ նրա պատվիրանները պահեք, և նրա պատվիրանները ծանր չեն։ Աստծո սերը կնշանակե պատվիրան պահել, ես կրնամ սեմ, ես Աստծուն կսիրեմ, բայց դու տեսնիս, որ ես Աստծու համար նույնիսկ չեմ դատարե ամենափոքր մեղքից ազատվիմ։ Սեր չէ։ Սերը զոհաբերություն է։ Սերը քո ամենաթանկը զոհելն է։ Աբրահամը ինչ կկարծեր, կսիրեր Աստծուն։ Իհարկե կսիրեր։ Ինչ երավ Աբրահամը։ Իրա որդուն դրեց զոհասեղանին։ Որ ինչ որ մեկը սե Աբրահամը չի սիրե, կսես էս ինչ կխոսաս, ինչ կգնար Աբրահամը չսիրեր, երբ որ իրա մի հատիկ որդուն զոհաբերեց։ Իսկ ինչ որ մեկը կնասե, չէ, ես Աստծուն շատ կսիրեմ։ Բայց սովորական բան որ կսես մազերդ մի ներգե, մանիկյուր մի կսե, քիփ մի հակի, կաշ մի հակի, մի քսվի, մի զարտարվի, տիրոջը դոնք հաճելի չէ։ Ինքը գիտես ինչ կենե, երկրորդ զանգին են որ կուկա կուդոք բաժանորդն անհասանելի է։ Ենքան շատ կսիրեր Աստծուն որ դառավ անհասանելի։ Հասկնաք, սերը գործողություն է։ Դու չպիտի ես կսիրեմ։ Յանքի ցանկացած ոլորտի հետ կապված, եթե կուզես իմանաս ինչ որ մեկը քեզի կսիրե թե չէ, դու կտեսնես ինքը պատրաստ է քեզի համար ամեն ինչ թողնի ու Աստծու հետևից կա։ Քեքու հետևիցդ կա, Աստծուն կսիրե, Աստծու հետևից կա։ Ուրեմն սերը իրականում գործողություն է։ Սերը գործողություն է։ Որտյակներ Հակոբոսն է ընդեղից սկսե, ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությունով։ Ես Աստծուն կսիրեմ գործերով։
Ուրեմն, եթե դու Աստծուն գործերով չես սիրել, դու առաջի մեծ պատվիրանը չես պահել։ Եթե դու առաջի մեծ պատվիրանը չես կրնա պահես, չես պահել, դու պաշտպանված չես եղնի։ Երկրորդ պատվիրանին հələ իրավունք չունին անցնելու, որովհետև առաջի մեծ պատվիրանը շատ կարևոր պատվիրան է, որի վրա դե աշխատենք։ Եղել է պա, որ ես շատ է եղել։ Տեր ջան, ու միջև եսօր կաղոտեմ, օգնոր ես քեզ այնքան սիրեմ, ինչքան որ դու արժանի ես։ Ամեն մեկը ցեզի հարց տվեք, ուղղակի ձեր մատը դրեք, ձեր դոշին ուսեք, ես արդյոք քեզի Տեր կսիրեմ այնքան, ինչքան որ դու արժանի ես։ Գիտեք ինչքան կարևոր է այս հարցի լուրջ պատասխանը ստանալը։ Այսօր Տերը մեզի կհանդիմանե։ Հավաքել է սեղանի շուրջ նորից հանդիմանելու։ Ես ձեզի շատ կսիրեմ։ Կսե, բայց արդյոք դուք ինձի շատ կսիրեք։ Ես չեմ տեսնում, որ դուք ինձի շատ կսիրեք։ Ես չեմ տեսնում, որ դուք ինձի համար պատրաստ եք ամեն ինչ թողնիք ու իմ հետևիցս գաք։ Ու գիտեք, հանդիմանության ժամանակ իր աչքերից արցունքները կեշտա։ Ու գիտեք ինչի, որովհետև ամեն կդոր մեղ կգործեք, իրան նորից խաչը կհանեք, ամեն մեկս որ մեղ կգործենք, իրան խաչը կհանենք, ու ամեն մեկիս մեղ իրան կլացծնե, որովհետև այդ մեղքով մենք վերջում եմ դի թժող կեշտանք։ Այ հիշեք, ինչ կնշանակի Աստծուն սիրել։ Աստծուն սիրել կնշանակի իր պատվիրանները պահել։ Աստծուն սիրել կնշանակի իր խոսքին այնքան փափագել, ինչքան հեչ մեկի խոսքին։ Մեկի մոր շատ կսիրես, ինչ չես ուզել, հեռախոսդ տնես, իրանից կդրվիս, կուզես ամեն րոպե ամեն ժամանակ իր հետ եղնես։ Չէ։ Եթե իրոք կսիրես, չէ, ես մի անգամ ասեցի, Աստծու սերը նման է տղամարդու կնոջ սիրուն, ու մի 1000 անգամ ավելի, չէ։ Երբ որ կսիրես մեկին, ինչ անընդհատ կուզես կաբի դուրս գաս իր հետ։ Այ Աստված քո փեսադ է։ Ու քեզի այդ տեսակի կսիրե ու կուզե անընդհատ քեզ այդ կաբի մեջ եղնի, բայց երբ կզանգե դու զբաղված ես։ Դու իր հետ ժամանակ չունիս շփվելու, դու իր հետ ժամանակ չունիս խոսալու։ Ինքը երբ կուզե քեզ այդ կաբի դուրս գա, դու չունիս ժամանակ իր հետ շփվելու։ Ու գիտեք դի ինչքան մեծ ցավ է Տիրոջը։ Դու ինչքան ցավ կաբրիս, որ քու սիրածդ էագա, քեզի ժամանակ չունի տրամադրելու։ Մեր վրա վերցնենք։ Տեսեք խոսք է, մի հատ նախադասություն է, բայց ինչքան խորը բովանդակություն կա։ Մի հատ գիրք կրնաս ամեն աստվածաշնչյան խոսքով գրես։ Այ աստվածաշունչը ընթերցել պես է պետք։ Ես արդյոք խորացել եմ Տիրոջ սիրո մեջ։ Ու եթե անկեղծ եղնենք, բոլորիս մեջ կա սիրո մեջ թերացում։ Ու այսօր մենք պետք է ապաշխարենք, որ իրան ցավծրել ենք։ Երբ որ ես մեղք կգործեմ, ինքը կողքս նստած լաց կեղնի։ Ինք իմ կողքս նստած լաց կեղնի, ինքը քո կողքդ նստած լաց կեղնի, ցավ կապրի քեզ համար թե դու դժող կեշտաս պալես։ Ախր ես իմ այրոնս թափել եմ քեզի համար, այս ուր կեշտաս պալես։ Ու դիք ես շատ հաճախ կզգամ, երբ որ կտեսնեմ ամեն մեկի մեղքը, ես ինչ ցավ կապրեմ իր համար։ Դիք Հիսուսն է որ միջիցս ցավ կապրում, որ իր երեխեն դժող կեշտա։ Ինքը լդիկ չի պատկերացնել։ Ես այսօր եկել եմ Հայաստան եմ, մեկ է հասել եմ, 2 հոգի արդեն իմ ծանոթներիցս մեռել էին։ Հիմի մեկն է, մի հատ պապիկ կար որ մեր հեծանիվները կսարքեր, այդ մարդն է զանգեցի շատ ծանր վիճակի մեջ էր, քսեր քան որ հաճ չեմ ուտել։ 3 հոգի, հանի մորվա մեջ, ես Հայաստան չեմ եղել, մեկը մեռել էր որ գարաժից վեճնի տիրություն կեներ, մեծ կիներ, իրանց տուն կեշտա, ինքը գարաժի դուռը բաց կտեսներ կուկար։ Մեկ իմ աշխատողներիցս մեկի տալներ մեռել, մեկն է այդ պապիկ ինչքան։ Հեչ մեկս չիտենք եկուց մեզ այդ ինչ կեղնի։ Ինչ կուկա քախներից։ Այսօր ընկել ենք ամեն ինչի հետևից, բայց թողել ենք ամենակարևորը։ Մեր Տեր Աստծուն չենք սիրել մեր սրտովը։ Ինչ կնշանակե Տեր Աստծուն սիրել։ Սիրել կնշանակե չտխրեցնել։ Չտխրեցնել իր հայրական սիրտը։ Ես քեզի կսիրեմ։ Ես չեմ կնա քո աչքիդ արցունքը տեսնիմ։
Պետք կնշանակե սիրել։ Սիրել չի նշանակե օգտագործել, սիրել կնշանակե ուրախացնել։ Արագած 27:11-ի մեջ ինչ կսե, որ սյակս իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու։ Հələ պատկերացրա քու կողքդ նստած է Տերը ու քեզի կսե ուրախացրու բալես։ Իմաստուն եղի, այսինքն սորվածներդ կիրառե, սիրտս ուրախացրու, որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Դե գիտեք որն էր մեր բառերով սած, որ մեր երեխեքին կսենք այդ տղա կամ այ աղջի, ես ինչի քու պատճառով պետք է իմ գլուխս կախեմ։ Կսենք չէ մեր երեխեքին շատ։ Այդպես Աստված մեզի կսե։ Ինչի ես քու պատճառով իմ գլուխս պետք է կախեմ, ես քեզի համար կամ բան եմ երե։ Մենք մեր երեխեքին որ թաման բան չենք երեգը թվենք, ես քեզի համար սկամ բաներ ներել եմ, ես որտեղ կմտնիմ իմ գլուխս կկախեմ քեզի համար։ Քու պատճառով ես իմ գլուխս կկախեմ։ Շատ կսենք չէ մեր երեխեքին։ Այդպես է մենք ենք սիրող Աստծուն երեխեք։ Աստված որ մեր անունը կուտա կլսե, գլուխը կկախե շատերիս։ Եթե դու այսօր այդ մարդն ես, այսօր պատրաստվոր ապաշխարես։ Ես էլ երկրորդ պատվիրանը չեմ էլ կարտա, որովհետև առաջի պատվիրանի վրա կկանգնենք, կաշխատենք, իսկ երբ որ արդեն այդ սերը մեր մեջ ձևավորվավ, կանցնենք երկրորդ պատվիրանին։ Առաջի դասարանը չանցած երկրորդ դասարան պետք չէ տեղափոխվենք։ Իրականում այս խոսքերը ինձ ինպես ցավ պատճառեն այսօրվա պատրաստած տիրոջ սեղանի ընթրիքը եւ միաժամանակ ցավ եւ ուրախություն։ Ցավ Աբրահիմ պահով, որովհետեւ շատ հաճախ բառեր կխոսանք, բաներ կենենք որ մեր այն հարազատ հոր, մեր անփոխարինելի հոր, մեր հբարդության, մեր ուրախության սիրտը կուրախացնենք, կտխրեցնենք, ցավծնենք կը։ Մենք կենենք մեզի լավ կզգանք, բայց ինքը մեր կողքի հետ գուլա։ Ինքը լաց կեղնի։ Հասկնաք, ինքը լաց կեղնի որ դու կկործանվիս։ Ինքը լաց կեն որ երեխեն դժոխ բդեշտա։ Ինքը լաց կեն որ երեխին կուզե լավ բաներ ենե։ Օրինակ շատ կեն որ իմ երեխեքիս կուզեմ լավ բաներ ենեմ, ես կտեսնեմ սխալ կենը, իշքան բաներից կզրգեմ։ Այդպես մենք ինքներս շատ բաներից կզրգվենք մեր անհնազանդության ու մեղքերի պատճառով։ Կսես բալես բերքեզի համով սոկ լծեմ կեղդոտ բաժակը կարնիկ ու կա։ Ջղայնացած կվերցնես բաժակը կզարգես պոլին կսես։ Աղջիկ ջան կամ տղա ջան։ Այս բաժակի մեջը ես ինչեղ սոկ լծեմ խմեմ։ Կամ դու խմես։ Այդպես մենք մեր կեղդոտ ներսով կուկանք ու կսենք բաչան մեզի լավ բաներ տուր։ Ուղղակի արեք ապաշխարենք։ Ես կսեմ աղոթքը դուք կրկնեք ու փորձենք այսօրվանից սկսած աշխատենք այն բանի վրա, սովորենք սիրել մեր Աստծուն։ Ու մեր խնդիրներին Աստված բոլոր խնդիրներին վստահ եղեք որ կուտա լուծում։ Աստված հավատարիմ է բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատարիմ են իրան։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունը Թավիթյան։ Հայր ջան, ես հիմա գալիս եմ քո առաջ։ Բարձր կրկնեք։ Բերում եմ իմ սիրտս ու հանձնվում եմ քեզ ամբողջությամբ։ Ես քո սիրտդ շատ եմ ցավացրել, քեզ շատ եմ տխրեցրել։ Չեմ գիտակցել իմ մեղքերս, Տերս։ Բայց այսօր եկել եմ քո առաջդ խոնարհվելու ու քեզնից խնդրելու որ դու ինձ ներես, որ ես քեզի չեմ գնադել։ Օգնի որ ես քեզի սիրեմ այնքան ինչքանի որ դու արժանի ես, Տերս։ Սովորեցրու ինձ սիրել, սովորեցրու ինձ ներել, սովորեցրու ինձ քո քայլերիդ հետևել, քեզ ուրախացնող զավակ լինել, քո կամքդ կատարող լինել, քեզ ուրախացնող լինել, քո անունդ փառաբանող լինել, որ միշտ ուրախացնեմ քեզ, որ երկնքից ասես, որ սա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Շնորհակալ ենք Հայր ջան, որ դու այսօր էլ մեզ հանդիմանեցիր։
Շնորհակալ ենք, որ դու մեր կյանքերը փրկել ես, երկարացրել ես, որ ունենանք ապաշխարության հնարավորություն, քեզի ծառայելու հնարավորություն, քո անունդ պատվելու, բարձրացնելու հնարավորություն, քո սիրուդ մասին վկայելու հնարավորություն, քո արածդ գործերը պատմելու հնարավորություն ու քեզ նմանվելու հնարավորություն։ Թող քո անունդ փառավորվի ամեն մեկիս կյանքում, հավիտյանս հավիտենից, ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա ինչպես որ երկնքումն է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից, ամեն։ Սիրելիներ, սկանը, ինչ որ կուզենայի ցեզ հետ կիսվե, եթե հարցեր կունենաք, իմ հեռախոսահամարս է +374 98 95 0071։ Եթե այն մարդն եք, որ կփափագե Աստծո հետևից էջ, դա ամեն ինչ թողնելով, կրնակ զանգահարեք, կաբի դուրս գաք ու մեզի հետ միանաք։ Եթե կան մարդիկ, որոնք որ կուզեն փոխանցումներ են ընտանիքներին, որոնց որ կայցելեմ ու շատ հաճախ կարիքի մեջ են գործնական սեր ցույց տան Աստծո եւ իր եղբոր կամ քրոջ նկատմամբ, ուրեմն Տիրոջ Սուրբ Հոգու առաջնորդությամբ կրնակ փոխանցումներ կատարեք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք, բաժանորդակրվեք ու Տիրոջ առաջնորդությամբ կփորձեմ այնքան տեսանյութեր տեղադրեմ, ինչքան որ Սուրբ Հոգին կառաջնորդի։ Մենք մեր ծառայությունները ամեն օր կանցկացնենք առավոտ 6-ից 10 պակաս ու իժեք օր ցերեկը 3 շաբթի, շաբաթ կիրակի օրերը 6-ից 10 պակաս, եթե ցանկացողներ կան, կրնակ միանաք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք ու ուղղակի խորեք, թե այսօր Տերը քեզի քու կողքդ նստած ինչ սավ։ Ու մեկ է հիշե, թե ինչքան ես լաց ծրե Աստծուն, ինչքան ես լաց ծրե ու ինչքան ես ուրախացրե։ Ու ապաշխարու ու սկսե փոխվել ու դառնալ Աստծուն ուրախացնողներից մեկը։ Սկանը սիրելիներ։